Սիրելի Աստծո ժողովուրդ, ողջույն, պատրաստ եք բարի լուր լսելու։ Աստծո խոսքը բարի լուր է, Աստված ամեն ժամանակ բարի լուր ունի։ Շատ շրջապատվել ենք քեշ լուրերով, լավ որ մեր Աստված բարի լուր ունի։ Շատ ժամանակ կսեմ ես, որ ես չեմ գիտեր ձեր կյանքը, ձեր իրավիճակները, ներկա ժամանակը ինչեր եք անցնիք, ինչ ընթացքի մեջ եք, ինչ եղած է մեկ օր առաջ անցյալին, բայց Աստված գիտե։ Աստված գիտե եւ ես կհավատամ, որ ցեզի սելիք ունի աս խոսքով։ Ինչ կսեիր եթե քեզի սեի սիրելի եղբայրս եւ քույրս մի մոռնար այն ամենը, որ օրավ Աստված ժամանակին։ Չեմ գիտեր ասի ինչ սել գուզե քեզի համար։ Ասածս ինչ իշեզուս քեզի, ասածս ինչքան կարևոր էր ասկու ժամանակիդ մեջ, բայց ես սրդիս մեջ գիտեմ, որ Աստված ինձ գարաշնորհ է որ այսօր խոսիմ եւ քեզի ասեմ եւ հիշեցնեմ, որ մի մոռնար այն ամեն ինչը, որ օրավ Աստված ժամանակին քեզի համար։ Ես կհավատամ, որ ասիկա մարգարեական խոսք է եւ մենք Աստվածաշունչի մեջ կտեսնենք, որ Դավիթը, ով գիտե Դավիթին, Դավիթը եթե երթակ ուսումնասիրեք, ինքը շատ գիհիշեցներ իր անձին, շատ գիհիշեցներ այդ ամենը, որ օրավ Աստված իր կյանքի համար, այդ ամենը, որ էր ժամանակին իր կյանքի մեջ, եւ հարցում է, չէ՞, ասի ավոր հարցում է, ինչու արդյոք Դավիթը շատ ինքին գիհիշեցներ, որ Աստված ինչ հրավ, արդյոք ինչ պետք է գսկար գոր, որ ինքը ինքին հիշեցնե, որ ով իմանց հիշե այդ ամենը, որ օրավ Աստված։ Եկեք կարդանք իրար հետ։ Սաղմոս 103 մեգեն 2 կարդանք։ Ով իմանցս օրտնե դերը, ու այն ամենը, որ իմ ներսիտիս է, անոր սուրբ անունը։ Ով իմանցս օրտնե դերը եւ անոր բոլոր բարերարությունները մի մոռնար։ Ինչ է դա կրկիր է, Դավիթը ինքին գխոսի։ Ինքին գխոսի, ով իմանցս գսե, ինքին գխոսի եւ գսե օրտնե դիրոջ։ Ինչ որ իմ ներսս է, գսե օրտնեցեք դիրոջ։ Բայց դա կրկիրը գիտես ինչ է, վերջին խոսքը որ osեր, գսե մի մոռնար։ Այդ ամենը մի մոռնար եւ օրտնե դիրոջ։ Իր ամեն բարօրությունները մի մոռնար։ Այդ ամեն բարությունները, բարերարությունները, որ օրավ մի մոռնար, եւ որ շարունակեք Սամոսը հիանալի է, գսե որ գբժշկեք ու ցավերդ եւ գմակրեք ու անորոյություններդ, որ դերը քթած եւ ողորմած է քո հանդեպ, ով իմանց մի մոռնար, որ ինքը հրաշք կրավ քո կյանքիդ մեջ, ով իմանց մի մոռնար, ինքը որ ողորմեցավ մի մոռնար, ինքը որ քեզի սիրեց եւ գսիրե մի մոռնար, ինչու է մի մոռնար աս արդայդությունը, որ գիհիշեցնե որ իրեն Ուրեմն Դավիթը գուզե որ օգնել ինքին, որ ինքը չմոռնա այդ ամենը, ասեմ ինչ է կախնիկոս, որովհետև այդ ամեն ինչ ընող Աստվածը, ինքը նույն Աստվածն է, ուրեմն մի մոռնար, այս դժվար ժամանակիդ մեջ ինքը նույն Աստվածն է։ Այս դժվարություններիդ մեջ նույն Աստվածն է, աս ընթացքիդ մեջ նույն Աստվածն է։ Ես ալ եկերեմ քեզ իսելու, մի մոռնար, ով իմանց, մի մոռնար։ Օ հալելույա, նայիր, Սաղմոս 77-ը 11-12 Դիրոջ կորձերը պիտի հիշեմ, ինչու մորցեր էիր, գրնալալ, բայց ոստեղը ինքին գիհիշեցնեք որ Աստծո զարան Դիրոջ կորձերը պիտի հիշեմ, այդ կորձերը որ օրավ պիտի հիշեմ, նայր ինքին գխոսի գոր։ Եվ հարցումը ոս հետևյալն է, արդյոք ինչ պետք է գսկար գոր ինքին հիշեցնելու Դավիթը այս ամենը։ Ինչ պետք է գսկար գոր դիրոջ զարան, որ ինքին հիշեցնե։ Արդյոք ինչ ժամանակաշրջան է կանցներ գոր։ Արդյոք ինչ իրավիճակներ է կանցներ գոր։ Արդյոք ինչ ձանր վիճակ էր կամ չեմ գիտեր։ Արդյոք բիդի պարապաներ դիրոջը, բայց ինքին հիշեցներ գոր բաներ, որ ինքը բաժար ունի պարապանելու։ Արդյոք այսօր տուն որքան պետք ունիս տուն քեզի խոսելու եւ հիշեցնելու դիրոջ կորձերը։ Հիրավի, նայր ինչ գրված է, հիրավի կուհին օրերու հրաշքներդ բիդի հիշեմ, Աստծո գսեգոր, բոլոր կորձերուդ վրա բիդի խորհիմ, բիդի մտածեմ, ու կու հրազներուդ վրա բիդի մտածեմ, սիրեներ, այսօր ես խոսք ունիմ ցեզի մարգարեական եւ ասիգա գխնդրեմ թուգալ ընեք, ես չեմ գիտեր ծեր ժամանակաշրջանը ինչ է, ինչ վիճակի մեջ եք,
Բայց հիշեցեք Տիրոջ գործերը։ Տիրոջ հրաշքները հիշեցեք։ Տիրոջ գործերու մասին խորհեցեք, իր ռազներու մասին մտածեցեք։ Եվ հետո այդ ամենը նենետ վերջ դուք ցեզի ասեք այս խոսքերը նույն Աստված, որ 1 տարի առաջ, 3 տարի առաջ, 5 տարի առաջ ըրավ այդ ամեն հրաշքները, այդ ամեն գործերը, նույն Աստվածն է ինքը այսօր, այս վիճակին մեջ, այս փոթորիկին մեջ, այս քաոսին մեջ, այս մեղքերուս մեջ, չեմ գիտեր, ինքը նույն Աստվածն է, հալելույա, ինքը նույն ողորմած, բարի, կտած, հավատարիմ, բժշկող, զորավոր, հրաշքները նող Աստված է, ինքը նույնն է, ուրեմն այսօր ալ գնե, ով իմ անց Տիրոջ հուսա, հալելույա, ով իմ անց ուրգե քո օգնությունդ իմ Տիրոջ մե, հալելույա։ Սիրելիս, ասիկա քեզի համար խոսք էր, վերցուր աս խոսքը, մարգարեական խոսք, որ քեզի գզորացնե, գսպոպե, գհանդիմանե գրնալալ, գնորոքե քո ուժերդ։ Եվ ես քեզի նորեն խոսք ունիմ, Սիեսայ 43:1, մի վախնար, վասնզի ես քեզի պրգեցի, նայր Աստված անցյալով գխոսի, քեզի պրգեցի, թեր նույն պրգիչը դեմ նույն պրգիչն եմ, ես քեզի պրգեցի, մի վախնար, քեզ քո անունով գանչեցի, դու իմս ես, եթե քո կյանքդ հանցներ ես իրեն Աստված քեզի այսօր գսե որ մի վախնար, ես քեզի պրգեր եմ, եւ նորեն գրնամ պրգել, քեզ քո անունով գանչեցի, գիտես ինչ ասել է, գճանշնամ քեզի, եթե քո անունդ գճանշնա, ուրեմն նաեւ գիտե գճանշնա այն ամենն ինչ որ գանցնիս քո այսօր, այդ ամեն իրավիճակները, եթե ինքը քո անունդ գճանշնա, ուրեմն ամեն բան գճանշնա ինչ որ կյանքիդ մեջն է, դու իմս ես, Աստծո խոսքը գսե, մի վախնար։ Բայց վերականգնվելու համար դու պետք ունեիր աս խոսքերուն։ Գիտես ինչի պետք ունիս։ Առանցնացիր մդիր սենյակ եւ հիշեցուր դու քեզի Տիրոջ գործերը, որ ժամանակին հրավ քեզի համար։ Հիշեցուր դու քեզի Տիրոջ հրաշքները։ Հիշեցուր դու քեզի Տիրոջ բարերարությունները եւ մի մոռնար։ Եվ ասի ընել այդ վերջ։ Պիտի տեսնես փոփոխությունը, որ պիտի կա այս օրերուն մեջ քո կյանքիդ մեջ, ես քեզի գմարգարարամ եւ գսեմ, այս օրերուն քո կյանքիդ մեջ փոփոխություններ պիտի կան, հոգեվոր, մտային, իրավիճակներով, եթե ասացած սնես, ասի քեզի համար մարգարայական, վազե սենյակ, ըսազները սրես սիրելիս, ասի Աստծո խոսքն է եւ ունի զորություն փոխելու, մի վախնար, դու իմս ես սկսե Աստված, գիշես այդ վարքյանները, երբ որ սենյակին մեջն էիր, երբ որ աղոթքիդ պատասխանը լսեցիր ժամանակին, պարապանելու սկսար, ցածկելու սկսար, բորալու սկսար, իսկ հիմա վիճակի մեջ ես, որ գարձես հույսը կացեր է, իրավիճակները ուրիշ բան կխոսին, դրտմություն կա, հարցակում կա, հիշե այդ օրը, երբ որ սկսար բարել, պարապանել, փառք տար, ասիր, փառք ես դեր, Տուն իմ Աստվածն ես, տուն ըրիր նորեն, սատանային ասիր, սատանա քեզի իսի, որ տուն բարդված ես, այդ օրերը իշե, որովհետև Աստված այսօր նույն Աստվածն է, կրված է Հիսուս Քրիստոսը, երեք այսօր Ավիդյան նույնն է, օ, ռաշակա թելեբո շակա թարաբարաբարաբարաբարաբարաբա, օ, ոտքի էլ, սկսիր խոսիլ, սկսիր հիշել, սկսիր բատմել Տիրոջ գործերը, ամեն հուսահատները հույսով թող լեցվին, գհրճակեմ Հիսուսի անունով, հույսով լեցվիր, զորությունով լեցվիր, ամեն դգարացածները թող զորությունով լեցվին, հալելույա դեր, փառք քեզ Հիսուս, փառք քեզ, ամեն խորհուրդները, գիտությունը, զորությունը, իմաստությունը կպատկանի մեր Տիրոջը, ինչքան կարելի Տիրոջը, ինչքան կարելի Տիրոջ քո կյանքիդ համար, ոտքի ելիր, մի խաբվիր, ոտքի ելիր Եվ սկսիր աղոտ կնել, սկսիր ձոմեր բայել, սկսիր Տիրոջ հուսալ, սկսիր իր խոսքով լեցվի, իր խոսքով պնդրե իրեն, քեզի համար ելք կա, հալելույա, Ռիքո ռոբոսեք ռեկատե քերելեբոսեք քերելեբոսա քաթա քարաբաբաբաբաբաբաբա, հալելույա դեր, Տիրոջ փառքը այնքան մեծ է, որ կյանքեր գրնա վերանորոգել սիրելիս,
Այդ կյանքը, որ քո հաշիվներով կդրված փշուրներու կնմանի, ինքը կգրնա վերանորոգել եւ նույնիսկ այդ փշուրներուն քիզերը չերևիր։ Դեսած եք կավատ մի երբ որ կգդրվի, կփորձեն միացնել եւ որ գնայիս քիզերը գերևին։ Աստծո փառքը այնքան մեծ եւ զորավոր, որ այդ քիզերն ալ չերևիլ, առաջվնե ավելի անուշիկալ գլա։ Ես կմարգարյանամ եւ կհրճագեմ քու կյանքի վրա, ասելով որ քու կյանքդ որթուն երկ մգա գերքես կորսելով Երանի այդ օրերը լսե ինձի այդ օրերն ավելի լավ օրերը քեզի կսպասեն սազներս անպայման արե քնա Աստծո խոսքով սազներս արե Աստծո փառքը ժամանակին պատմեցիր շատերուն բայց հիմա գարձես բարդված ես քեզի ասեմ թուն ավելի մեծ փառքը պիտի պատմես Աստծո ուրիշներուն հավատա հալելույա հավատա միան հավատա գուզեմ որ աչքերուդ նայել եւ քեզի ասել մի հանցնվիր Գողջունեմ բոլորիդ սիրելիներ, երկրի ծայրերեն, դարբեր երկիրներեն, բոլոր անոնք որ գայդևին մեր զարայությանը Աստված օրհնեց ձեզի շատ։ Շատեր կհարցնեն, ինչպես ֆինանսներով կրնան աճակցիլ մեր զարայությանը։ Սիրելիներ, այն հեռախոսահամարը, որ դուք պիտի տեսնեք վիդեոյի մեջ, կրնաք գապ հաստատել այս հեռախոսահամարին WhatsApp-ի, Viber-ի, Telegram-ի միջոցով, որովհետեւ մենք ձեզի առաջնորդենք եւ ասենք ինչ հնարավորություններ կա ֆինանսներով աճակցելու դեպի Լիբանան։ Աստված օրհնեց ձեզի շատ, ծեր ցանած ամեն սերմը կհրճագեմ, որ դիրոջ կրկնաբադիկ օրհնությունը կա այդ սերմին վրա։ Ամեն։